Ես դոկտոր Ջարդենն եմ եւ այսօր ուզում եմ հարսանիքների մասին ձեզ հետ խոսեմ, սիրելի ժողովուրդ։ Պարսկաստան, երբ որ հարսանիք են գնում, տարբերություն չունի ջուղալինի կամ թաբրիզլինի կամ աբադան, թերան, քազաս, քամարա, փերիա, որտեղ ուզում էր լինել։ Հիմա նոմած որ մի հայկական հարսանիք հասկանում։ Մի կարգին նվագախումբ կար, մի կարգին թամադա կար, մի կարգին կենաց խմել կար։ Ճիշտ է։ Ուտելիքները ստեղի նման ճոխ չէր, բայց հիմա անում էր որ դու բնական ուտելիքներ ես ուտում, խիղճդ հանգիստ էր։ Օրինակ համար ստեղի ուտելիքները ես պիտի ասեմ։ Օրինակ համար բազուկի սալատը կամ ինչպես մեր ջուղայեցիներն են ասում, չողնդարի սալատը ուտում, ամբողջ մարմնիդ օրգաններն սկսում են կարմրելը, են նոր դուրս հասկնում արտակնոց, ամբողջ արտադրությունը կարմրի մանուշակի գույնը, որտեղ չողնդարի մեջ գույն կար։ Կամ մի ուրիշ բան, Պարսկաստան կամ Հայաստան, երբ ինես կան շաքար ուտում, երբ аз տեսել, որ խորովածի վրա շաքարա ջուր լցնեն, կամ խիար շուրի թթուի վրա շաքար լցնեն, ընդամենը մեր հայերս ունենք երկու տեսակ շաքարով ճաշ, ոչ թե ամերիկացիների նման ողջ կերակրների մեջ շաքար, քոլեստրոլի բուն։ Մեր երկու տեսակ շաքարով ճաշը, որ ընդամենը տարին մեկ անգամ ենք ուտում, մեկը կաթնովն եմ, որը ուտում ենք համբարձումին, մեկն էլ հարիսանա, որ ուտում ենք Սուրբ Սարգսին։ That's it։ Էլ մենք շաքարով ճաշ չունենք։ Հիմա այս բոլորը ինչի համար եմ ասում սիրելիներ, որ հիմանակ մեր հարսանիքները որտեղից որտեղ հասել։ Նախ որ ստեղի հարսանիքները, կլորած և սեղանները ողջ ժողովրդին իրարից բաժանում է։ Դուր կարծես գնացել ես մեծ ռեստորան ուտել խմելու։ Ոչ ոք, ոչ մեկ հետ չի կարողանում խոսա, որովհետև մեջքի կպածա։ Իհարկե, բոլորը համարակալված է, որ այդ մեկը շատ լավ է։ Հիմա, այսքանը համեմատենք մեր նոր ջուղայի հարսանիքների հետ։ Նախ կլոր սեղաններ չկար։ Ժողովուրդն էլ համարակալված չէր, որ այդ կողմից այդ շատ լավ բան էր, նոր ջուղայի համար։ Ինչու համար սեղանները համարակալված չէր ջուղայում, որովհետև հրավիրվածները, որ մտնում էին հարսանիք, անհարմար չզգային, որովհետև ջուղայում միշտ էլ եղել ես գեղեցիկ սովորությունը, միշտ հարսանիքի տերը 40-50 հոգի չհրավիրված մարդկանց համար տեղ էր հատկացնում։ Միշտ հարսանիքներում ժողովրդի մի 30-40 հոգին հրավիրված են իբր թե քավորի կողմից։ Երբ որ մտնում էր եւ հանկարծ բռնվում էր, ասում են ում կողմից ես հրավիրված, ասում էր քավորի կողմից։ Դա ընդհանրապես երիտասարդությունն էր անում եւ գնում էր այնտեղ պարում էին եւ ծանոթանում էին աղջիկների հետ։ Էլ չեմ խոսում փերիու կամ քազազի կամ գյուղերի, մյուս գյուղերի մասին, որ ընդհանրապես ողջ ժողովուրդը հրավիրված էր այդ քշեր հարսանիք։ Ջուղայի նվագախումբը, բացի թափուզորներից, որ հարսին տանում բերում են տունը, ընդհանրապես ջուղու հարսանիքները տներում էր։ Այն ժամանակվա նվագախումբը, հին ժամանակ Աբրամ Ջեյմսու տղեն գարմոնչի եղիել էր։ Հետո դրանից հետո զարգացան ուրիշ նվագողներ եկան, օրինակ համար պարկև օրգներ, պարկև սաքսոֆոններ, սիմոններ, հովիկ տաքսիներ, հերոս նարնջիներ, տուչից հետո հելի զարգացան ջուղու հարսանիքները, երկողներ եկան, հերոս Մարտին Թորներ են, հին ժամանակ արմեններ, հետո Կարոս Շլավզյուներ, դոկտոր Կալուստի տղեն, ռուտիկներ, որ բոլորը իրանց տեղին մեզ շատ գոհ են պահել եւ դրա համար բոլորից ես շնորհակալություն եմ հայտնում։ Հիմա ստեղի հարսանիքները եւ նվագախումբը, սիրելիներ, ստեղի հարսանիքները կարծես ես նվագախմբերը կոնտրատան արել ես հարսանիքները, ինչ ուտում են անում են,
ինչպես ուզում են խոսում են, դուք չեք պատկերացնում, թե որոշները իհարկե, բացառությունները միշտ հարգելի են, ինչ ձևյան խոսում, իրանց այդ կիսատ պռատ հայերենով հայտարարություններ են անում, երևակայեք մարդ ինչպես կարելի է իր լեզվի նկատմամբ այսքան անտարբեր լինի, գոնե գնացեք մի քիչ հայերեն սովորեք, որ կարողանաք ճիշտ խոսեք, մի քանի բառ ճիշտ խոսեք, էլ չեմ խոսում այն մասին, որ այդ բարձրախոսներն այնքան անպարզացնում, որ ակայիններդ խլանում է, չես կարողանում լսես, չես կարողանում մեկի հետ խոսես, ինչ ուզում են անում են, մեկ էլ տեսնում ես, 4 կողմդ լույսերը վառվում, նկարողների լույսերն են, ընկնում աչքերիդ մեջ, չես կարողանում դիմացդ նայես, քոռանում ես, միանգամից այդ չամարան բերում են դեմդ, ասում են խոսիր, մի բաժակ կենաց խմիր, բայց չես հասկանում, ում կենացը պետք է խմես, որտեղ արդեն գժվել ես, խառնվել ես, չես տեսնում, չես լսում, ստիպված պրոշներ տաս շարժում, անել դրության մեջ եւ ծիծաղելի դրության մեջ ասengնում, չես հասկանում դու հրավիրվել ես ինչի համար, յուրաս թե ավել նորտություն ես, թե երասան ես ստեղ, բերել են քեզ նկարում են, ես այս վերջերը, որ հարսանիք եմ ուզում կնամ, ես արդեն իմանում եմ ինչ անեմ, որ ոչ հոգեկան լինեմ, ոչ ակայներս խլանա եւ ոչ էլ կոյրանամ, ես իմաց ես էլ առաջարկում եմ, որ նույն բանն անեք, ասեք դոկտոր Ջարդանի առաջարկած միջոցներն է, որպեսի հարսանիքից հետո ձեր ակայները 10 օր ջզրնգա, ուրեմն ձեր հետ կվերցնեք այս բամբակները, կող կտակ ստեղ ակայներից, որ այդ նվագախմբի կամ DJ-ի ցենից ակայները չխլանա, հետո կվերցնեք այս սևակնոցը, կտնեք, որ այդ լույսերից չկույրանաք, այստենց եւ այս Հիտլերի գլխարն էլ կտնես գլխիդ, որ հոգեկան չլինես։ Հիմացաք, ուրեմն այսքանը սիրելի բարեկամներ, մինչև մյուս հանդիպում, իմ հեռախոսից համարը 18 18 18 8 8 8 8 8 8 8